Մարտի 27-ը նշվում է որպես թատրոնի համաշխարհային օր։ Այս տոնը սկսել են նշել 1961 թվականից թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրակների նախաձեռնությամբ, որն էլ հետագայում հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Այսօր Կապանի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր Կապանի թատրոնի մի խումբ դերասանների, նրանց նվիրված օրը մեկ անգամ եւս արժևորելու, նրանց շնորհավորելու եւ մեծարելու համար։ Նախ ցուցադրվեց տեսաֆիլմ, որը ներկայացրեց Կապանի թատրոնի 80-ամյա պատմությունը։ Առանձին կատարմամբ դերասաններին շնորհավորեցին նաեւ ուսանողները, որից հետո շնորհավորական ելույթներով հանդես եկան միջոցառման կազմակերպիչն ու քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը։ Շնորհավորում ենք, եղեք առողջ, շարունակական թող լինի մեր Կապանի դրամատիկական թատրոնը, դուք եք, որ նվիրյալները ու պահպանում եք թատրոնը։ Կյանքը հիշողությունների շարան է, ինչպես ես կարող եմ չհիշել այս դահլիճում, այս պատերի ներքո, հանդիպում ենք մենք ունեցել ուսանողական անձնակազմում աշխատողների հետ ներառյալ Խորեն Աբրահամյանի հետ։ Ու դա շատ հրաշալի հիշողություն է ջերմ ու ամփոփիչ իր ամբողջ էությամբ։ Հանդիպումներ ենք մենք ունեցել նաև Սիլվա Յուզբաշյանի, Յուրի Ամիրյան, Ժենյա Ավետիսյան, դարձյալ այս դահլիճում, այս պատերի ներքո հնչել է նրանց ասմունքը, մեծ վարպետությունը։ Շատ ոգևորվեցի, որ այսօր մենք պիտի առիթ ունենանք կրկին անգամ հանդիպելու մեր թատերական արվեստի մեծավաստակ դերասաններ մեր տիկին Նատալիա Բաղդասարյանի, մեր արտավազդ Գրիգորյանի հետ։ Մարդիկ ունեն տարիների վաստակ, որ հավատարիմ են մնացել իրենց ծառայությանը, ճիշտ է իրենք եկեղեցի չեն կառուցել, այդ հնարավորությունը ֆինանսական չեն ունեցել, բայց ես հաստատ համոզված եմ, որ իրենք իրենց աշխատանքում երևի թե տասնյակ եկեղեցիներ են կառուցել։ Վարդան Քոչարյանը շնորհակալագիր էր պատրաստել թատրոնի համար, նաև գրքեր, որոնք եւ սիրով հանձնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանին։ Թատրոնը ունի շատ հին տարիների պատմություն։ Մեր թվարկությունից առաջ 69 թվականին Տիգրան Մեծը Աղձինիքում կառուցում է թատրոն եւ այդ օրվանից պրոֆեսիոնալ թատրոնը դրվում է հզոր հիմքերի վրա, իհարկե որից առաջ մինչև հեթանոսական դարաշրջանում մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակ պարսկական եւ ասորական աղբյուրները վկարում են հայ թատրոնի ժողովրդական ակունքների մասին։ Իսկ մեր թատրոնի ֆիլմը տեսանք արդեն, որ ունի 80-ամյա թատրոնը հզոր պատմություն, որ մինչև այսօր գտնվում է իր բարձունքում, իր գագաթում եւ շարունակում է։ Շնորհակալություն եմ հայտնում այս ջերմ վերաբերմունքի, շնորհակալություն եմ հայտնում այս ջերմ մթնոլորտի համար։ Իդեպ թատրոնի միջազգային օրվա առթիվ թատերական գործիչների միության կողմից 4-րդ կուրսի ուսանողուհի, Կապանի թատրոնի դերասանուհի Վարսինե Ավանեսյանն արժանացել է պատվոգրի, իսկ վաստակաշատ դերասանուհի Գայանե Զաքարյանն էլ արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրին։ Զատկական միջոցառումներ անցկացվեցին ոչ միայն եկեղեցիներում, այլ նաև դպրոցներում ու մանկապարտեզներում։ Քաջարանի համար 1 միջնակարգ դպրոցն արձագանքում է բացառապես բոլոր տոներին ու ծիսակատարություններին։ Սուրբ Զատիկը եւս բացառություն չէր։ Տոնական միջոցառումը մեկնարկեց աղոթքով։ Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Քրիստոսի հարության տոնին դպրոցականները առանձնակի պատասխանատվությամբ էին պատրաստվել։ Դահլիճի տեսքը, իրենց բեմական հագուստները, նրանց ստեղծագործական մոտեցումներն ու բեմականացումները դուր եկան հանդիսատեսին։ Ահա Երուսաղեմ ուրախության մեջ է, բայց ինձ ինչ որ բան հանգիստ չի տալիս։ Չէ՞ որ հազարներ հրժվեցին, մեռածները հարություն առան, անապատում հազարներ կերակրվեցին։ Եթե նա Մեսիան չէր, ապա ինձ զորությամբ եղան այդ բոլոր բարի գործերը։ Առաջ պետք է մտածել, խաչեցինք, վերջացինք, հիմա նոր է սապսոսակի օկոստեր հանում։ Դե մեզ տուր, հարյուրապետ, վերցնենք բաժակները։ Երեխաները հյուրերին ներկած եւ օրհնված ձու բաժանեցին եւ խաղ կազմակերպեցին, հաղթողն էլ արժանացավ նվերի։ Դուք ճանաչվեցիք զարգական խաղի հաղթող։ Ներկաները բարձր գնահատեցին ոչ միայն միջոցառումը, այլ նաև աշակերտների հարուստ գիտելիքները Սուրբ Զատկի տոնի խորհրդի վերաբերյալ։ Եվս մեկ անգամ մենք համոզում ենք, որ
որտեղ որ կա սեր, որտեղ որ կա նվիրում, անպայման կլինեն արդյունքներ։ Հայաստանի այս պատանիները, որ մեր կրթօջախիսաներն են, մի մասնիկն են մեր երկրի։ Ես այսօր շատ ուրախ եմ, որ իրենց ներդրումը ունեն յուրաքանչյուր օր իրենց լավ սովորելով, որովհետև երկրի ապագան մեր երեխաներն են, իսկ իրենք այդ գիտակցումը ունեն նաև, որ պետք է լավ սովորեն, այսօր այս խորհուրդը այնքան լավ ներկայացին ինձ ասելու ոչինչ չի մնում։ Սուրբ ծնունդ, հավասար, համբարձման օրեր, բայց Զապիկի իր մեջ կարծես թե այդ ամենի համար ծառայում է որպես աղբյուր, այստեղից է որ գոյանում է այն որ կետը, այն զուգար կետը, որը պետք է ամբողջ ընթացքում մեզ տոնական օրեր Հարության գաղափարը, ինչպես նշվեց, նոր լույսի և վերարդնության մեծ իմաստ ունի իր մեջ։ Տեսնում ենք տարիների խորքից մեզ արձագանքող, շարաճող մի հեղեղ, որ դեռ աճելու, դեռ մեծանալու, դեռ ավելի մեծ լինելու և դրսևորում ունենալու հեռանկարն ունի։ Մեր մանուկներն են, մեր երեխաները, այսօրվա մեր աշակերտները։ Քրիստոսի պես հարության այս նոր վերազարթոնքով կուզեմ մաղթել ձեզ բոլորի քաջառոջ կյանք, կուզեմ մաղթել սա թող լինի ձեր մեծագույն դրսևորումներից ամենափոքրը, որ դուք ունենաք ձեր կյանքի ընթացքում։ Սուրբ Զատիկը Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոններից ամենագեղեցիկն է, դպրոցականներն էլ այն մատուցեցին ըստ արժանվույն։